Սա մայրս ուրեմն տան 10-րդ երեխան է եղել վերջին։ Այս 3 եղբայրները Գուրգենը, Զալիկ եւ Հրանտը գնացել են հայրենական պատերազմ ու չեն եկել։ Իմիջիալոց իրանք ամուսնացած չեն եղել։ Եվ երեքն էլ այս վերջին տղային 16 տարեկան ա եղել, ուղղակի բոյով ա եղել, 1.90 m բոյով, ասել են այս 16 տարեկան չի։ Տարել են վերջին տղային ու պապս այդ գիշերը մահացել ա։ Եվ 3 տղաները գնացել են ու չեն եկել։ Սա հորեղբայրս ա, Վիկտոր Համբարձումյանին, տեսեք ինչքան ա նման, իր հորեղբորդ մորաքրոջ տղան ա, ինքը եղել ա Լենինգրադում, Կրասնի կրեստ ա ստացել, բավականին հայտնի անձնավորություն ա եղել, Լենինգրադի պատվավոր քաղաքացի, իր մեդալները մինչև վերջներ ուղղակի նկարի մեջ չի տեղավորվել, աղվան վզից վիրավոր ա եղել ու թևից։ Կարևոր է, որ երիտասարդությունը չմոռանա հաղթանակի, պատերազմի մասին։ Դա շատ կարևոր է, որտեղ տղամարդը, որ ծնվում է, ինչի է գնում բանակ, որտեղ իր մեջ ինստինկտ լինի հայրենիքը պաշտպանելու, իր ընտանիքը պաշտպանելու համար, թե չէ անկապ մեծանան, աճեն, հետո ինչ։ Ինչպես պետք է երիտասարդությունը հիշի հաղթանակի մասին, սերունդներով պետքա պապիկ տատիկները պատմեն։ Մեր պապիկ տատիկները ժամանակին պատմում էին, թե ինչ տանջանքների միջով են անցել։ Իմ պապը որ քնում էր, պատմեր Վարդանանց մասին, պատմեն Խիթար Սպառապետի մասին։ Դրա համար ամբողջ իր սերունդները հայրենասեր են։ Ու պատրաստ ենք մինչև վերջ մեր արյան կաթիլը տանք մեր հայրենիքին։ Ես երջանիկ կլինեմ, որ մեռնեմ իմ հայրենիքի համար։